Սա հատուկ եմ ուզում մեր գործերի, մեր նյութերի մեջ ընդգրկել ծառեր տնկելու թեմայից է էլի, որը մենք քարի ենք հանդիպում, որպես ապացույց, նայեք, ստելրիվ հանեցինք, արդեն փափուկ հողն է, նայեք, արդեն բոլոր կողմերից փափուկ հող է, ուզում եմ ցույց տամ ինչը արդեն ստեղ ինչ ենք անել, այս ժայռաբեկորը, այս, նայեք, ցույց է տալի, ասենք, ինչա ստեղից հանվել, էսի քարի, այս մյուս կողմնա, ողոտ մասը, նայեք, այսքան քարը հանվել է այս փոսից, խեմ սա ասում, իրական գործ անելը, մենք հենց այնպես չենք ասում, խեմ սան ակնարկում, մենք վերևը մի հատ տույա վերատնկեցինք, այնտեղի տույան տնկած էր անմիջապես քարի վրա, մի 20 սանտիմ հողը բացել էին դրել վրան, այս այգում էլ դե մենք գիտենք, ծանոթ ենք, ամբողջ հատվածներում քարեր է, ամբողջ հատվածներում, տեսեք փոսերի բաներով ցույց տամ, որոշ փոսեր նորմալ է, նայեք, ստեղ քար, սրանք նորմալ է, հիմա բոլոր այս քարերը պարտադիր պետք է հանվի, որ բույսը ապրի, ոնց որ ես այսի քանդեմ, տենամ տերը ստեչի, բռնեմ ծառը դնեմ վրան, ցավալի է, բայց նման դեպքերին շատ ենք ականատեսելնում, մեր աշխատանքներից նորից որպես օրինակ սա, որ մենք ամեն ինչ նպատակային ենք անում, ամեն փոսը մեծ քանդում ենք, սենց ավազից, հումուսից, հողից խառնուրդ ստանում, 2 անգամ խառնում, ստանում լավ խառնուրդ, նոր ծառը տնկում մեջը, նայեք, այսենց բոլորը տնկելու ենք, վերատնկելու ենք, ես էլ այս մասով